Դավթաշենի համայնքի սեփական տներից մեկում այսօր ողբերգական պատահարի հետևանքով 5-ամյա երեխա է զոհվել։ Մահվան պատճառ է դարձել վերելակը, որը գործել է առանց դռների։ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ նախնական վարկածի համաձայն վերելակը արգելափակվել է երկրորդ եւ երրորդ հարկերի արանքում։ Երեխայի գլուխը հայտնվել է կոնստրուկցիաների արանքում։ Նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը Ազատությանը հայտնեց, որ 5-ամյա աղջկան վերելակից հանելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։ Իհարկե, թե ինչ հանգամանքներում է վրացել երեխայի մահը կամ ինչ հանգամանքներում է երեխայի գլուխը մնացել կոնստրուկցիաների արանքում, այդ հարցին պատասխանել չեմ կարող։ Երեխան տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, բժիշկներին սակայն չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Գիտեմ, որ գլխի շատ մեծ վնասվածք է ունեցել։ Վերելակի անսարքությունը, թե այլ հանգամանք է դարձել 5-ամյա աղջկա մահվան պատճառը, կպարզի միայն փորձագիտական եզրակացությունը։ Մոտ 2 ամիս առաջ վերելակի անսարքության պատճառով Երևանում նաև երիտասարդ կին էր մահացել։ Նախարարությունից էլ Ազատությանը հայտնել էին, որ մայրաքաղաքում գործող 5213 վերելակների մոտ կեսը պարտադիր ստուգում չի անցել, իսկ ստուգվածներից 109-ին տրվել է բացասական եզրակացություն, շուրջ 1500-ի մոտ էլ թերություն է հայտնաբերվել։ Ընդ որում ամիսներ առաջ նախարարությունը նշել էր, չի կարող երաշխավորել, որ այդ թերությունները շտկվել են։ Այսօր տեղի ունեցած դեպքով սակայն ստուգման մասին ընդհանրապես խոսք չկա։ Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքի համաձայն մասնավոր տարածքներում տեղադրված վերելակները հաշվառված չեն, դրանք արտադրական վտանգավոր օբյեկտներ չեն համարվում, ուստի չեն էլ ենթարկվում տեխնիկական փորձաքննության։ Նախարարության գլխավոր փորձագետից հետաքրքրվեցինք, ինչպես պետք է սեփականատերը իմանա, արդյոք վերելակը տեղադրելիս տեխնիկական բոլոր նորմերը պահպանվել են։ Եթե անհատ ես, եթե սեփականատեր ես, եթե դա հնարավորությունն ու իրավունք ունես, բնականաբար դու ինքդ պետք է հետևես այդ վերելակի անխափան աշխատանքին եւ անվտանգ շահագործմանը։ Այսինքն դու ինքդ պետք է դիմես, որ տեղ զննում անցնի, ոչ մի տեղ զննում չի կարող անցնել, որովհետեւ ինքը արտադրական վտանգավոր օբյեկտ չի, բայց ամեն դեպքում, եթե ինչ-որ մի խափանում լինի, իրենք հաստատ մասնագետների հրավիրած կլինեն կամ այդ նույն մասնագետները, ովքեր հավանաբար վերելակը տեղադրել են, իրենք էլ տեխնիկական սպասարկում իրականացրած կլինեն։ Կարծում եմ, հարցեր են, որոնց միանշանակ պատասխան տալ չեմ կարող, քանի որ Նախարարությունում չգիտեն, թե որ ընկերությունն է այս ընտանիքի տանը վերելակ տեղադրել, սա մասնավոր տեղեկություն է եւ միայն ընտանիքի անդամները կարող են ասել։ Մենք այցելեցինք դեպքի վայր, սակայն թե բարեկամները, թե հարևանները ի վիճակի չէին խոսել։ Այնից այդուհանդերձ վստահեցնում են, առանց լիցենզավորման ոչ մի ընկերություն վերելակ չի կարող տեղադրել։ Դա լիցենզավորված գործընթաց է, այդ լիցենզիան տրամադրվում է էներգետիկայի նախարարության կողմից, թե ինչ վերելակ է տեղադրված, երբ է տեղադրված, ում կողմից, ինչ անվտանգության հանգույցներով կահավորված կամ չկահավորված, տեղյակ չեմ։ Օրենքը այս մասով ոչինչ չի ասում, այսինքն Ուշագրավ է սակայն, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից մեզ հայտնեցին, վերելակների լիցենզավորման որևէ գործառույթ չունեն։ Օրվա ընթացքում տարբեր գերատեսչությունների հետ զրույցներում մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել։ Ի վերջո, ով է լիցենզավորման իրավունք տալիս, եւ եթե ոչ ԱԻՆ-ին, ապա ում պետք է դիմի մասնավոր վերելակի տերը հասկանալու, արդյոք իր սեփական տան վերելակը ապահով է։ Դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տրուզյանը սակայն Ազատությանը հայտնեց, որ դեպքի վայրում որոշ ժամանակով հետաձգվել է զննությունը, հաշվի առնելով ընտանիքի հոգեվիճակը։